Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Համեցեք մանթոր։ Շնորհակալություն պարոն վարչապետ, ես կարճ կլինեմ, բայց երկու կարևոր արձանագրում եմ ուզում անել։ Նախ սա իրոք ամենամեծ բարեփոխումն է մեր անկախությունից ի վեր առողջապահական համակարգում եւ պետք է մենք գիտակցենք դա եւ ամենամեծ բարեփոխումներից մեկն է ընդհանրապես մեր երկրում տեղի ունեցած։ Այս շատ կարևոր է, ինչու եմ ասում, որտեղ 90-ականների կեսից էս փորձ է արվել ներդրվել, բայց չի ստացվել ու մենք հույս ունենք, որ մեր մոտ կստացվի։ Եվս մեկ փաստարկ, որ անհետաձգել է։ Երկրորդը, տեսեք, մենք թռուցիկ ենք անցնում քաղաքացիների խմբերի, որոնք որ ներառվում են համակարգ, բայց այդտեղ շատ կարևոր մի արձանագրում եմ ուզում անենք։ Մենք նշում ենք հատկապես 65+-երի մասով, դա մոտ 400,000-ից ավել քաղաքացիներ են, որոնք այսօր մի մասը առնվազն չունեն, եթե այլ կարգավիճակ չունեն, օրինակ հաշմանդամության խումբ կամ անապահովության բալ։ Եվ երբ որ մենք նաև մեր քաղաքացիներից լսում ենք, թե օրինակ ինչու չենք բարձրացնում կենսաթոշակները այնքան, որ ավելի հեշտ լինի իրենց կարիքները օգնել, դրա մի ծանր մասը կամ մեծագույն մասը հենց առողջապահական ծառայություններն են։ Եվ մենք այո, թեկուզ այլ գործիքներով բարձրացնելով կենսաթոշակը հետ վճարի համակարգով ինչ որ չափով, մենք հնարավորություն ենք տալիս մեր 100,000-ավոր քաղաքացիների օգտվել այն ծառայություններից, որոնք կյանք փրկող են եւ որոնք ամենամեծ բեռնեին իրենց ծախսերի մեջ։ Սա շատ կարևոր արձանագրում է, որտեվ սա դրանով նրանք նաև գումար են ազատելու իրենց այլ կարիքները եւ ոչ միայն իրենք, նաև իրենց ընտանիքի անդամները, երեխաները եւ կամ հարազատները։ Եվ վերջում մի բան էլ ենք անում, որ մենք հիմա երրորդ կարգ ունեցող հաշմանդամներին եւ միջին ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող քաղաքացիներին, որոնք էլի թվով շատ են, մոտ էլի 100,000-ի կարգի, տալիս ենք ամենամեծ փաթեթը՝ ի տարբերություն այսօրվա գործող ավելի փոքր փաթեթի, առնվազն 2 տարով, որպեսզի նաև նրանք էլ հասկանան, թե ինչ լավ է առողջության ապահովագրությունը, հետագայում իհարկե որոշումներ կկայացնենք այդ մասով, այսինքն մենք շատ մեծ ընդլայնում ենք այս սոցիալական երաշխիքները, այս ես հաշվեցի մոտ 800,000 քաղաքացու համար։ Իմիջայլոց, պետպատվերով հիմա թոշակառուների 65+ թոշակառուների քանի հոգի է, որ շահառու է։ Պարոն վարչապետ, մենք այդպիսի շահառուների խումբ չունենք, եթե մարդը հաշմանդամության առաջին, երկրորդ կարգ չունի եւ այլ անապահովության բալ չունի, թոշակառուն մեզ համար պետպատվերով ծառայություն չի ստանում։ Այսինքն ստացվում է, որ մենք կարող է պարզվի, իհարկե շատ մոտավոր աչքաչափով եմ ասում, կարող է պարզվի 350-400,000 թոշակառուի համար բացում ենք ծառայությունը, հասանելի ենք դարձնում, որը իրանց համար հասանելի չէր, կարող է պարզվի 450,000-ը, կարող է պարզվի 350,000-ը, կարող է պարզվի 300,000-ը, բայց որ թվի կարգը այսպեսին է, այդ միանշանակ այդպես է, միջազգայինորեն մենք այս շեշտադրումը չենք կարել, որ նախկինում պետպատվերի մեր համակարգը 65+ թոշակառու շահառուի խումբ չունի, ինքը պետք է լրացուցիչ հաշմանդամություն, սոցիալական որոշակի խումբ, որպեսզի հիմա մենք ուղղակի մի քայլով 65+ բոլոր թոշակառուներին ներառում ենք համակարգ։ Եվ սա շատ կարևոր է նաև մեր բյուջեի քննարկումների տրամաբանության, մեր ծրագրերի եւ դրանց կատարման, որտեվ եթե բառացի ենք վերաբերվում, եկեք գնանք տողերը կարդանք, տեսնենք ինչ ենք գրել, ինչի մասին ենք գրել եւ այդտեղ կտեսնենք, որ բովանդակային առումով շատ հետևողական եւ հսկայական բան է, որովհետեւ 65+ տարեկան մարդ ամենաշատը ամենակարևոր ծախսը եւ ամենաշատ ծախսը ինչի մասին է, դեղերի մասին է, առողջապահության մասին է։ Եվ կներեք ինչ որ առումով, եթե պարզի որ ծխելու հատվածն է մի ուրիշ մասը, հա այդ թվում մենք կարող ենք ասել, գիտեք ինչ, մենք այդքան էլ հակված չենք այդտեղ լրացուցիչ ֆինանսավորում անել։ Համեցեք։ Պարոն վարչապետ, ձեր ասածը եւ պարոն Թորոսյանի ասածը այլ կերպ հաշվապահորեն ասելով կարելի ասել, որ մենք թոշակները բարձրացնում ենք 10,800 դրամով եւ այդ 10,800 դրամը ուղղում ենք որպեսզի ապահովենք այս համակարգի, այսինքն այդ ծառայությունների մատուցումը։ Եվս մի բան էի ուզում ասել, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ
գործառնությունները գրանցվելու են Արմետ համակարգում եւ on-line ըստեյության ամեն ինչ տեղի ունենալու։ Կարծում եմ այստեղ կարևոր լինի նաեւ live, այսպես ասած, հասանելիություն ունենալ այդ տվյալներին, որպեսզի ֆինանսական հոսքերը նաեւ մեր բյուջետավորած այն ինչ որ մենք պլանավորում ենք, կարողանանք հնդածս տեսնել այդ ծախսերի ռիսկը կառավարելու նաեւ նպատակով, որպեսզի ասենք չանցնի 3 ամիս, նոր մենք հաշիվները տեսնենք, այսինքն ընթացքում կարողանանք տեսնել, թե ինչպիսի ֆինանսական հետևանքներ գեներացվում։ Հիմա տեն չի նախագծվում։ Պարոն վարչապետ, այո, հաշվապահական եւ ֆինանսական եւ դեպքերի թվերի եւ բաշխվածության մասով մենք ըստ էության այսօր էլ ֆինանսների նախարարությանը այդ հնարավորությունը տվել ենք եւ շարունակելու ենք տանք հաշվետվողականության ինչ ձևաչափ որ ուզենք, մենք կարող ենք տվյալներից ստանալ։ Շատ լավ, համեցեք բան գրեք։ Ավելին ասեմ, կտանք հասանելիություն եւ ոչ մի հաշվետվության կարիք չկա, ինչ ուզի ֆինանսների նախարարությունը իր անալիտիկայով մեջ կնայի։ Պարոն վարչապետ, բայց ես ուզում եմ այնուամենայնիվ երևի Տիկին Ավանեսյանը կշարունակի, բայց ամենակարևոր հարցը չասեցինք։ Ինչ հարց ենք մենք լուծում մարդկանց համար, մեր համար։ Այդ ֆինանսական մոդել շահառուների թիվ եւ այլը դա իհարկե շատ լավ է, շատ կարևոր է, բայց հիմնական խնդիրը, որ այսօր ենք լուծելու է, դա մեր կյանքի որակն է եւ մեր առողջապահության որակն է։ Ինչու՞, որովհետեւ այսօրվա իրականության մեջ չունենալ էլեկտրոնային կուտակված տեղեկատվություն քո առողջապահական կենսագրության մասին նշանակում է առնվազն, որ բուժումները, որ ստիպված է մարդ ստանալ, էֆեկտիվ չեն, կամ այդքան էֆեկտիվ չեն, ինչքան որ էֆեկտիվ կլինեն, եթե բժիշկը հնարավորություն ունենա ծանոթանալ քո առողջապահական կենսագրությանը։ Մենք ինքներս էլ չենք հիշում, ինչ դեղ ենք խմել մեր կյանքում, ինչից ենք բուժվել, ինչ հիվանդություն ենք ունեցել եւ այլն եւ այլն։ Սա մեծ խնդրեմ է այսօր։ Այսօր մեր առողջապահական ծախսերի մի զգալի մասի պատճառը նա է, որ մենք բուժում ենք մոտավորապես ոչ մեկին չեմ մեղադրում, մենք բուժում ենք մոտավորապես օբյեկտիվ պատճառներով, որովհետև չկա տվյալ, որը ասում է, որ այս մարդը ծնված օրվանից ունեցել է այս հիվանդությունը, ունեցել է այս վիրահատությունը եւ այլն։ Այս ռեֆորմի իմաստով սա կարևորագույն հարցն է, որ մենք վերջապես լուծելու ենք եւ դա շատ կարեւոր է եւ ի վերջո ես կարծում եմ կրկնեմ նախ կարեւոր է մարդու կյանքի որակի համար։ Երկրորդը, որ այսօրվա իրականության մեջ անոմալիաներ չնկատել կենսագրությունների մեջ խմբային ու դրան չանդրադառնալ արդեն չի կարելի ուղղակի առողջապահությունում, որովհետև սա նաև հնարավորություն է, որպեսզի մենք կանխենք հիվանդությունների տարածումը եւ նաև մեթոդաբանությամբ տարածենք ճիշտ արդյունավետ բուժման պրոտոկոլը, որովհետև Արմեդը այդ ինֆորմացիան ուզենք թե չուզենք ինքը զորով տալու է, պարոն վարչապետ։ Թվում փորձի վերլուծության վրա։ Տեսեք հիմա որ ասեմ ներողություն ահռելի գիտական ինֆորմացիա էլ է։ Ահռելի այն գործընկերները մասնավորապես ֆրանսիացի, որոնց հետ քննարկել ենք, այսօր այն որ այդ բազան արհեստական բանականությունը մշակում է ու տալիս է պատրաստի լուծումներ, դա էլ ռոմանտիզմ չի կամ սիրուն խոսքեր չի, դա փաստ է։ Դա փաստ է։ Այդ իմաստով ես կարծում եմ այս ռեֆորմը շատ կարևոր է եւ շատ լավ է որ մենք շանս ունենք հունվարի 1-ից մտնել։ Ես ինչի եմ սա ասում, որովհետեւ կրկին ուզում եմ կարևորեմ, որ այս ռեֆորմի ամենամեծ նվաճումը նա է, որ մենք ունենալու ենք էլեկտրոնային առողջապահություն, ոչ թե թղթային, որովհետեւ թղթային առողջապահությունը չի ապահովում չի երաշխավորում այն որակը, որը վստահ եմ, որ հունվարից սկսի երաշխավորել էլեկտրոնային համակարգը։ Պարոն Գրիգորյան, դա էլ ասենք, ինչի չի ապահովում թղթայինը։ Որովհետև թղթային առողջապահության այդ տարբեր մատյանները, թղթերը եւ այլն, որևէ էջ ինքը ինքնաբերաբար չի բացվում եւ բժշկին առաջ չի հիշեցնում իրան։ Ասենք չի գալիս այդ մատյանը թռնում դիմացը 10-ի տես ստեղ մի հատ սենց բան կա։ Իսկ էլեկտրոնայինը բերում է։ Երբ որ էլեկտրոնայինը տեսնում է թե ինչ թեմայի է հետ աշխատում, այսինքն իհարկե պատշաճ ծրագրավորում։
Ինքը արդեն բերում ասում եմ մի րոպե, այստեղ բժիշկ գիտես, այստեղ մի հատ տվյալ էլ կա, այստեղ մի հատ տվյալ էլ կա եւ ձեր ասածը, որ ասենք օրինակ այս մարդը 11 տարեկան հասակում օրինակ ունեցել է, չգիտեմ, ողնաշարի տրավմա կամ ալերգիա կամ չգիտեմ եւ այդպես շարունակ, որովհետեւ այդ մարդը դեպքեր կան, չէ, լինում են, որ Աստված առողջություն տա, անփորձանք բոլորը, բայց մարդը գիտակցության մեջ չի։ Հարազատներն են խոճապի մեջ են։ Բժիշկը պետք է հնարավորություն ունենա այդ մարդու հետ հաղորդակցվել աշխատելու։ Թղթի տվյալը դրա հնարավորությունը չի սահմանափակ հնարավորություն է տալիս։ Այդտեղ որ օպերատիվություն կա, հələ հաստահայտնի չէ թուղթը որտեղ է։ Այդ թուղթը կարանք բերենք հասցնենք շտապ օգնության կամ դեպքի մոտակա բանը առողջապահական հիմնարկը։ Իսկ այդ դեպքում որտեղ մարդն է, իր տվյալը հենց այն առողջապահական հիմնարկումը, որտեղ ինքը կամ իրան տեղափոխել են կամ ինքը մտել է։ Իհարկե եմ ասում, մենք այս ամեն ինչի մասին խոսում ենք, եկեք ասենք, որ այո, լիքը բան է լինելու, որ հենց հունվարի 1-ից սենց չի աշխատելու։ Ընդ որում անեինք բանի ենթադրենք սեպտեմբերի 1-ից էլի լինելու էր, որովհետև ասում եմ, բարեփոխում պետքա գա, իր խնդրին կյանքում հանդիպի, որ ինքը սկսի կենթանանալ։ Բայց այս նախագիծը, որը մենք պետքա իրականացնենք, եւ այո, պետքա հետեւողական աշխատենք եւ բերենք հասնենք կետի։ Համեցեք, որ խաչատրեմ։